Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք Նուբարաշենի աղբավայրում, որտեղ որ կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են։ Գիշերվա ընթացքում մոտ 250 ավտոմեքենայի չափով հող է տեղափոխվել կրակի հատվածներ։ Այս պահին ավելացնում ենք նաև տեխնիկան, ավելացնում ենք 40 տոննաանոց մեկ ինքնաթափ եւ 15-ից 20 կամազներ ենք ավելացնելու, որոնք որ պետք է աշխատեն ամբողջ օրը եւ ամբողջ գիշեր, եւ դա մեզ հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել կրակը եւ ամենայն հավանականությամբ նաեւ հնարավորություն կտա մինիմիզացնել օդի որակի խնդիրները։ Այս պահի դրությամբ օդի որակը քաղաքում բարելավվել է, բայց քամիների փոփոխությամբ պայմանավորված դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ։ Հենց այս պահին ամենաինտենսիվ կերպով աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, փրկարար ծառայությունը իրենց 5 մարտական հաշվարկներով։ Գիշերվա ընթացքում նաև պլանավորում ենք ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները մեր տեխնիկայով, դրան միանում է նաև փրկարար ծառայությունը, որպեսզի ընդհանուր առմամբ նաև մեղմենք օդում կուտակվող փոշու հետ կապված խնդիրը եւ կարծում եմ, որ վաղը մենք կունենանք արդեն այն ծավալի արված աշխատանք, որը որ թույլ կտա մեզ Երևան քաղաքում բավարար օդի որակ ունենալ։ Այս պահին այսքանը բարբերաբար մենք Երևանի քաղաքապետարանի էջով, իմ էջով կտանք տեղեկատվություն, թե ինչ է կատարվում այստեղ, ինչ է կատարվում քաղաքում, բայց դուք ինքներդ էլ կարող եք մտնել yerevan.am կայք եւ տեսնել, թե մեր 155 այս պայդրությամբ օդի որակի չափիչ սարքերը ինչ են ասում քաղաքում օդի մասին։ Շնորհակալություն այսքանը։